Հետևաբար վերջին երկու հանդիպումներում գոլ չի խփել։ Նախորդ երկուսը ուրարտի է ենթարկել կազմը, դա հանգամանքը փոխհատուցել, Վեստ Արմենիայում դա շատ ավելի դժվար է եւ այստեղ հատկապես պաշտպանական գծում կորուստները շատ են։ Կենտրոններից Նոա դասավորությունը չի փոխվել 4-3-3 հանդիպումը սկսված է եւ գնդակով Վեստ չհասցնի խաղի մեջ մտնել եւ Նոան էլ ստանա եւ հաշվի եւ հոգեբանական առավելություն Գոր Մանվելյան ինչպես Մարտին Գրիգորյան Սևիլիա լա փոխանցում էր եւ Օգնյան Չանչարևիչը վերջին պաշտպանի պարտականություն կատարեց ապահովագրելով Զոլոտիչին եւ Սիլվային մրցակիցների դեմ, որոնք աղյուսակի երկրորդ հատվածում են, Վեստ Արմենիան եւս այդպիսի թիմերից է։ Դա դարձել է Նոայի հայտացուցակ Սերգեյ Մուրադյանը, կենտրոնական պաշտպան, միջազգային խաղերով պայմանավորված։ Կողքին այսօր խաղում է նոմինալ հենակետային Մաղսուդյանը, Համբարձումյան փոխանցում եւ երկու մրցաշրջան այստեղ անցկացրեց նախորդում վտանգավոր կարող է լինել փոխանցում դեպի Սևիլիան բարձր ընթացավ մրցակցի բավականին ուժեղ ֆուտբոլիստերին ազատություն չեն տալիս Յեյսոն Ռասինես եւ հասցնում է Գոնսալո Սիլվան հասցնում է նրան խանգարել Մարտին Գրիգորյան հետ փոխանցում եզրը թողնելով Հովհաննես Համբարձումյանին Մանվելյան այսպես եռանկյունիներ է Նոան կազմել երկու եզրերում է Մանվելյան որոշ չափով ստացվում է տակտիկական լուծումը չգնաց ոչ ոք այն Քոչարյանն ու Իսրայելյանը հենակետային գոտում փակել Մանվելյանին ու Հելդերին Պինսոն փոխանցում եւ Մատեուս Սայաս հարմարեցնում է գնդակը Այաս եւս մեկ հարված կարող է լինել Միլկովիչ եւ Վեստ Արմենիայի Սայաս այս տարի նա Fastex Premier League-ում դեռ չի դարձել գոլի հեղինակ Էրալդո Չինարի չկասեցրեց գնդակը բայց անկյունային վաստակեց Մաթեուս Սայաս փոխանցում է Հելդերին օթային փոխանցում եւ հասավ Վիրջիլ Պինսոն թարապես Նոայից կան ֆուտբոլիստներ որոնք լավ են իրացնում տուգանայինները Էրալդո Չինարի նրա հարվածը եւ Ումրեյանը փրկում է Ֆերեյրա Հելդեր թողնում է գնդակը Մանվելյանին բարձր հարվածում հասնելը Պինսոն Հելդեր Չինարի Հելդեր Քոչարյանին Հելդեր Ֆերեյրա աչիազրում է Հելդեր Չինարի շակիցը չհասցնի վերադասավորվել եզրերը փոխում են Չինարի փոխանցում ոչ այդ ճանապարհով անցել են ինչպես նաև շեղ է հարվածում Այասը Ռասինեսը մի փոքր ավելի բարձր են տեղակայվել մնացածը Վեստ Արմենիայից պաշտպանությամբ են զբաղված Պինսոն սահանկում Իսրայելյանից գնդակի մոտ է Մանվելյանն է հարվածում եւ մխիթար Ումրեյան Չինարի իրացված է անկյունայինը եւ Զոլոտիչը անհաջող է հարված խաղերի մասնակցել է այս մրցաշրջանում այսօր նման են այդ տեսանկյունից Հելդեր Ռետեկի Պինսոն նորից կենտրոնացել է Նոան ձախ եզրի վրա Վիրջիլ Պինսոն ոչինչ էլ չկա Արթուր հետևենք հիմա Նոայի տուգանայինին Չինարի եւ Մանվելյան գնդակի մոտ է փոխանցում եւ 1-0 բացում է խաղի հաշիվը եւ վնասվածքի գնով դա անում է Հովհաննես Համբարձումյանը որի մասին խոսում էինք քիչ առաջ առաջնության երկրորդ անընդմեջ խաղում Համբարձումյանը Ստանդարտի խաղարկումից հետո գոլի հեղինակ է դառնում Գրավետ Շիրակի դարպասը անկյունայանից հետո հիմա տուգանային Մանվելյանի փոխանցումը եւ այո հենց նա էր եզրափակում Հովհաննես Համբարձումյան մրցակիցների համար դառնում է ահուսարսափ ստանդարտների ժամանակ երկրորդ անց դրվագի հանգուցալուծման վրա Գոնսալո Սիլվան միգուցե ազդեց նա Եվ օգնության եկավ ստանդարտ իրավիճակը Մաթեուս Սայաս այսպես հետևենք տուգանայինին Մաթեուս Սայաս բարձր է ընթանում գնդակը Պինսոն Հելդեր Ֆերեյրա նորից հարված այսքան հետ գոլային պահերի գործը շատ չէր հասնում Մարտին Գրիգորյան Ռասինես այսպիսի դրվագներից պետք նույնպես կարող էր այդ դիրքում խաղալ
Նոայի դարպասապան է Օգնիեն Շանչարևիչը համար 22, պաշտպաններ ձախից համար 19, Հովանես Համբարձումյան աչից համար 26։ Նոան գրոհ է կազմակերպել, Մաթեուս Այաս և Ումրեան։ Պաշտպանական գիծը տանգավոր է Այաս և 2-0։ Երկրորդ կեսի սկզբում Նոան ամրապնդում է իր առավելությունը, Մաթեուս Այասը երկրորդ անընդմեջ խաղում դառնում է գոլի հեղինակ, Գավաթի խաղարկությունում նա գրավեց Գանձասարի դարպասը և հիմա հաջողության է հասնում արդեն առաջնությունում 6-րդ գոլը բրազիլացու համար և առաջինը 2025-ին Fastex Premier League-ը։ Մաթեուս Այասի արդյունավետությունը Մաղսուդյանն ու Քոչարյանը լավ չհամագործակցեցին և Ալմեյդան նոր էր փոխարինման մտել այս խաղացողը, դառնում է գոլային փոխանցման հեղինակ։ Երրորդը այս մրցաշրջանում թիմից ձմեռային նորեկն է, խաղից դուրս վիճակ չկար, բացվեց մրցակցի երկու ֆուտբոլիստների մեջտեղով Մաթեուս Այասը և հանգիստ գրավեց դարպասը։ Այսպես, ոչ Քարտաշյանը, ոչ Մաղսուդյանը անհրաժեշտ դիմադրություն ցույց տվեց, լուծումներ է փորձում գտնել։ Էրալդո Չինարի, Այաս, Չինարի, Շեղելդերի հետ և աչից գործում է որպես կիսապաշտպան փոխարինման մտած Ալմեյդան, այսքան փոփոխություններ Ալմեյդան հասցնում է նաև շատ լավ մասնակցել պաշտպանությանը, ավելի արագ էր Նոան գրոհում, քան անհրաժեշտ էր։ Հիմա 2-0 հաշվի ժամանակ նման խնդիր ամենևին չկա, Վիրջիլ Պինսոն Օխանցում դեպի Տուգանային հրապարակ Այաս, Քարտաշյանն ընդունեց գնդակն իր վրա Այաս, երկրորդ հարվածի հնարավորություն շտվեցին Մանվելյան, այստեղ էլ մի կերպ հեռացնում է գնդակը վեցը Հելդերը Նոայի, լավ տեղափոխություններ աչ եզր Ալմեյդա, Չինարի և չկա եզրափակ։ Այս պահին երկրորդ հնգյակի թիմերից ամենալավը հնչ կողմից ամենաանցանկալի անձը, որտև Գրեգորյուն այս Մարտին Գրիգորյան, Քոչարյան, Վեստ Արմենյան վերջապես կարող է հարվածել, Մարտին Գրիգորյան և շատ ուշ արձագանքեց և գնդակի կորուստ Նոան հասնում է հակագրոհի Մաթեուս Այաս, Այաս և Մաղսուդյան, Այաս հարված սերվի իրավիճակից դա Տուգանային էր, հիմա անկյունային Այաս չհասավ գնդակին Գոնսալո Սիլվան, փոխարինը դա անում է Հելդերը, Հելդեր հերբից արված շումներին դրանք և առաջությունում 3 գոլ բկմայց։ Ալմեյդա միացավ Համբարձումյանը, վերջին շրջանում Նոան էլ կարծես իր Քոչարյան, Գրիգորյան, Սևիլիա, Գրիգորյանը և հարվածը 2-1 կրճատում է հաշվի տարբերությունը Վեստ Արմենյան, նորից Մարտին Գրիգորյանը ըստ էության առաջին հարվածը այսօրվա խաղում Վեստ Արմենիայից և առաջին գոլը երրորդը ընթացիկ առաջնությունում Գրիգորյանի համար նա գոլ է խփել նաև Գավաթով Վանի դարպասը սիրում է այսպիսի դիրքերից հաջողության հասնել և հաշիվը դառնում է 2-1 զգալիորեն թուլացրել էր զգոնությունը Նոան և ահա թե ինչ տեղի ունեցավ Արամ Քոչարյանը նախաձեռնեց այս գրոհը Մարտին Գրիգորյան պատխահարկեց Սևիլիայի հետ և հեռվից եզր Ալմեյդա մտնում է Տուգանային հրապարակ աչով է փոխանցում և 3-1 իրենց իսկ ջանքերը ջուրն են գցում շանս էր հայտնվել այս խաղը փրկելու ամեն ինչ հեղափոխելու այս մրցավեճում, սակայն գրավում է սեփական դարպասը Վեստ Արմենիայի խաղացողը Ալմեյդան շատ լավ է մտել փոխարինման գոլային փոխանցում կատարեց ստեղծեց պահեր, գոլային պահ ունեցավ, իսկ հիմա նրա փոխանցումից հետո գրանցում է ինքնագոլ տեսնենք Ալմեյդայի անցումը կարծես Մաղսուդյանը ինքնագոլ գրանցեց, այո, Վեստ Արմենիայի հենակետայինը, որն այսօր խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Հսկում էր Զավեն Խուդավերդյանին, նրա հետ էր խաղում, հետո բաց թողեց և անզգույշ գործողությունը հանգեցնում է բաց թողած գոլի։ Շատ կարճ տևեց լարվածությունը, եթե այն
Հանրապես առնչացել էր Նոայի ֆուտբոլիստների ավել Վանի պաշտպան Յարոսլավ Մատյուխինը հիմա հենց Վեստ Արմենիայի խաղացողն է դա անում Մաթեուս Սայաս բարձր է այնպիսի շքեղություն է նման ֆուտբոլիստ ունենալը Դրումն ունեցավ Նոայի այս պայդրությամբ հաղթանակում Զավեն Խուդավերդյան Այաս ընդունեց գնդակը այսպես պատրաստ չէր մասնակցել Դաշյանը բայց այսօր հնարավորություն կար Խուդավերդյան Գրեգորիու հարվածի պահը կորցրեց սպասում է թիմակիցներին Հելդեր Գրեգորիու հարված եւ գոլ Գոնսալո Գրեգորիուն չի կարող ապրել առանց Վեստ Արմենիային գոլ խփելու Դարձյալ դա արեց եւ 2024-25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն նորից հասնում է հաջողության 18-րդ գոլը նրա համար եւ 6-րդը Վեստ Արմենիայի դեմ 3 խաղերում Հագեցած էր Տուգանային հրապարակը կարծես տարածություն չկար բայց Գրեգորիուն գտավ հարվածի պահը Խուդավերդյանը մասնակցեց գոլային կոմբինացիային այստեղ Գրեգորիուն սպասում էր թիմակիցների օժանդակությանը եկավ Հելդերը եւ Հելդերն էլ գոլային փոխանցման հեղինակն է Մաղսուդյանը այս պարագայում անհաջող պաշտպանվեց շատ մեծ ազատություն տվեցին Գրեգորիուին եւ արդեն աջ պաշտպան Հելդերը գոլային փոխանցում է կատարում հա տեսեք Գրեգորիուի եզրափակումը ոչ Մաղսուդյանը ոչ Ումրեյանը չփրկեցին ուժեղ հարված եւ 4-1 Նոայո Միջամտում են Հելդերն ու Միլկովիչը, հիմա ավելի զգաստ են խաղում Նոայի ֆուտբոլիստները, նույն սխալը չեն կրկնում։ Կրճատեց հաշվի տարբերությունը թվաց թե ինտրիգի առաջացել, սակայն դրանից ընդամենը 2 րոպե անց, իսկ հիմա Գրեգորիուն շեղ է հարվածում։ Եվ այսպես Բրունո Ալմեյդա փոխանցում եւ 5-1 Նոան էլ ավելի է մեծացնում իր առավելությունը, պարում է մարզիչներից մեկը Եվ այսպես են տոնում իրենց հաջողությունը 5-1 ամեն դեպքում գրանցվեց խոշոր հաշիվ Ամեն ինչ արեց Վեստ Արմենիան դրանից խուսափելու համար, սակայն վերջնամասում արդեն անհրաժեշտ դիմադրություն ցույց չտվեց Ալմեյդան խաղադաշտ մտնելուց հետո երկրորդ գոլային փոխանցումն է կատարում եւ Մաթեուս Սայասն է եզրափակում Եվս մեկ անգամ տեսնենք Ինչպես ազատ թողեցին Այասին եւ նրա հարվածը Կրնկով այս սա շքեղություն էր շատ գեղեցիկ էր Եվս մեկ անգամ վայելենք Այասի հարվածը Կրնկով